Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա։ Ռուսաստանի կառավարությունը առողջությունը պահպանող նոր տեխնոլոգիաներ ազգային ծրագրի շրջանակում ֆինանսավորում է 26 միլիարդ դոլարի չափով ծերացման դեմ պայքարի լայնածավալ ծրագիր, որը ներառում է օրգանների բիոտում, ստենոպլաստիկացման խոզերի միջոցով և գենային թերապիա, գրում է The Wall Street Journal-ը։ Ապրիլին գիտության փոխնախարար Դենիս Սեկիրինդին գենային թերապիայի մշակույթի դեղամիջոցին անվանել է ծերացման դեմ պայքարի ամենախոստումնալի ոլորտներից մեկը։ Ծրագիրը վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր Մարիա Վորոնցովան, որը պատասխանատու է պետական գենետիկական նախագծերի համար, և ֆիզիկոս Միխայել Կովկալուչը, Կուրտաչովի ինստիտուտի ղեկավարը, որը Պուտինի ընկերոջ, բանկիր Յուրի Կովալչուկի եղբայրն է։ Նշվում է, որ ավագը դարձել է Կրեմլի երկարակեցության ծրագրի գլխավոր գաղափարախոսը։ Նրա խոսքով գիտությունը շուտով հնարավորություն կտա անվերջ վերականգնել և փոխարինել մարդու մարմնի մասերը։ Միխայել Կովալչուկը հայտնել է, որ իր դավադրության տեսանյութերում նա բազմիցս խոսել է այն մասին, որ կոչված է Արևմուտքի ծրագրի մասին ստեղծելու ծառայողական մարդու։ Նրա խոսքով ծառայողական մարդն ունի սահմանափակ ինքնագիտակցություն, նրա վերարտադրությունն արտաքին հսկողության տակ է, իսկ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները ծառայում են որպես էժան սնունդ։ Ռուս գիտնականները պնդում են մկների աճառի և վահանաձև գեղձի հյուսվածքի պիտոպագրման հաջողության մասին և ակնկալում, որ մինչև 2030 թվականը կկարողանան փոխարինել մարդկանց օրգանները։ Այնուամենայնիվ, անկախ փորձագետները կասկածամիտ են։ Կենսաբան Ալեքսանդր Օստրովսկին, որը Ռուսաստանում բիոգրամմայի առաջամարտիկներից է և գաղթել է ուկրաինա-ռուսական ներխուժումից հետո, ասում է, որ միջազգային ամսագրերում հրապարակումներ չկան, ինչը նշանակում է, որ իրական արդյունքներ չկան։ Նա պնդում է, որ գիտնականները հավանաբար Պուտինին ասում են այն, ինչ նա ուզում է լսել՝ ֆինանսավորում ապահովելու համար։ Պուտինի հետաքննությունը ծերացման դեմ պայքարի տեխնոլոգիաների նկատմամբ վաղուց դուրս է եկել պաշտոնական քաղաքականության սահմաններից։ 2018 թվականին նա այն ժամանակվա Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին խորհուրդ էր տվել փորձել կրիոթերապիայի խցիկը, որը ջերմաստիճանն իջնում է մինչև 110 աստիճան Ցելսիուս։ Վլադիմիր Խավինսոնը, որը Պետդումայի ծերացման դեմ պայքարի մասնագետ է և ստացել է պետական մրցանակ նախագահի կողմից, ռուսական լրատվամիջոցներում անվանվել է Պուտինի գերնոտոլոգ։ Խավինսոնը մահացել է 2024 թվականին 77 տարեկանում։ Նշվում է, որ ծերացման վերաբերյալ Պուտինի մտահոգությունը ծավալվում է զարգացած երկրների շարքում ամենավատ մահացության ցուցանիշներից մեկի ֆոնին։ Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը շուրջ 68 տարի է, ի տարբերություն ԱՄՆ-ում 76-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում 80-ից ավելի։ Պուտինի և Սինցիպինի զրույցը օրգանների փոխպատվաստման միջոցով անմահության մասին պատահաբար ձայնագրվել էր 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում կայացած ռազմական շքերթի ժամանակ։